հարց ունեմ, որ ուզում եմ հնչեցնեմ եւ խնդրեի պարոն նախարար նշեք, որ ամփոփիչ ելույթի ժամանակ պատասխանեք։ Տեսեք, Վանաձորում մի մարդ մոտեցավ ինձ եւ հետաքրքիր բաներ հարցում։ Ասում էր գազը երբ որ թանկացավ, կառավարությունը 30% ասաց, որ մենք սուբսիդավորենք եւ դուք էլ հիմա նշում եք։ Եվ ասաց ձեր համար չի թանկան, հարգելի ժողովուրդ։ Եվ ժողովուրդը շարունակեց նույն գրով սպառել։ Հետո հայտարարվեց, որ մենք համաձայնագիր ենք կնքել եւ 30% մաքսատուրքը դուրս է գալիս, հետեւաբար նաեւ հայտարարվեց տարբեր գործիչների կողմից, որ գազը էժանանում, մարդիկ ուրախացան։ Հետո էլի տարբեր գործիչների կողմից հայտարարվեց, որ չէ, գազը չի էժանանում, բայց չի թանկանում, մինչեւ 15 թվականը։ Հիմա մարդը ինձ կոնկրետ հարց է տալիս, ասում է կառավարությունը ասեց չէ, որ 30% մենք սուբսիդավորենք, վերցրեց իարապարտավորություն։ Հիմա եթե սուբսիդավորի ոնց որ վերցրել է պատրաստություն, դե մենք պետք է գազը մեզ համար էժանանա 30%-ով։ Ինչի՞ չի էժանանում ասում։ Այսինքն պարտավորությունը վերցվել է մինչև երբ, որովհետև այդ նամակը, որը ուղարկվել է հանձնաժողովին, այնտեղ գրած չի որ մինչև։ Ասում է 30% էժան հաշվի։ Այդքան բան։ Հետեւաբար պետք է հիմա էլ 30% էժան հաշվի։ Եվ եթե հիմա էլ հաշվեն, գազը սպառողների համար 30%-ով կեժանանա։ Եվ մարդը շատ լեգիտիմ հարց է բացացնում։ Այդ հարցը ես որպես այդ մարդու ներկայացուցիչ այստեղ բացացնում եմ։ Խնդրեմ դա կպատասխանեք։ Մյուսը նավթամթերքը ասում է, որ նավթամթերքի հետ կապված մաքսատուրքը հապում է։ Եվ էլի հայտարարում է, որ երևի թե չի էժանանա բենզինը եւ սալարկան եւ մյուս բաները։ Դրանից բխում։ Հիմա ուզում եմ մի հատ հասկանանք, էժանանալու է թե չէ։ Բենզինը հիմա 470 դրամ է ռեգուլյար բենզինը։ Էժանանալու է թե չէ։ Եթե չէ, էլի մի հատ բացատրեք հասկանանք, բա ի՞նչն է էժանացել, ի՞նչն է էժանվել։ Այդ ի՞նչ է եղել։ Մենք հասկանանք էլի։ Եվ մյուսը Իրանի դեսպան հետ կապված էր, որ արդեն հարցը հնչեցրեց, տեսեք, դեսպանը ասում է, բանակցություններ չի վարվել մեզ հետ։ Մեկ, որը հետքմած էր ասած է, եւ ասում է ինչ $400, գազը նզբանալ բարեկամ երկին $100-ով է կանել։ Այս էր երկուս։ Խնդրում եմ մեկնաբանեք, շնորհակալ։